Վճռին, եթե Իրանը դեմ է, ինչու է Հայաստանը կողմ։ Թամար Մուդոյան ջան, ես այդ մասին այսօրվա հանդիպման Facebook-ում գրել եմ, Վիլսոնի իրավարար վճիռը բացարձակապես կապ չունի սրա հետ։ Վիլսոնի իրավարար վճիռը վերաբերում էր ազգերի լիգայի կողմից ընդունված աշխարհի ձևավորման պետություն ազգ, ուրեմն կոնֆիգուրացիային, այսինքն որոշվեց, որ ամեն ազգ, եթե էթնիկ խումբ է ապրում է երկար ժամանակ դարերով նույն տարածքում, ունի կրոնական, լեզվային, մտավոր, մշակութային իդենտիֆիկացում, այսինքն նույնականացում, նրանց բնակության արեալը գծվում էր սահմանի տեսքով եւ տալիս էին ազգ, պետություն, ուրեմն ձևաչափով կոնֆիգուրացիա, ազգերի լիգայի իմաստը դա էր, Հայաստանի համար գծվեց պարոն Վիլսոնի կողմից, այդ Հայաստանը իդեպ այն նույն Հայաստանն էր, որը 1878 թվականի եւ Սան Ստեֆանոյի եւ Բերլինի կոնֆերանսում վերաբերում էր Հայաստան պետությանը, իդեպ առաջի անգամ 78 թվականին 1800 Սան Ստեֆանոյում փաստաթղթավորվեց Հայաստան պետության անկախության գաղափարը, կրկնում եմ, բայց 1878-ի դա մարտն էր, հունիսին բրիտանացիները, անգլիացիները Կիպրոս կղզին նվեր ստանալով թուրք սուլթանից, եթե չեմ սխալվում, այն ժամանակ սուլթան Մաջիդն էր, նվեր ստանալով ճնշում գործադրեցին ռուսների վրա եւ ռուսները զիջեցին Հայաստանի անկախության եւ հայկական տարածքների նկատմամբ վերահսկողության Հայաստանի կողմից իրավունքը Խրիմյան հարիկի թղթե շերեփը այդ մասին էր։ Վիլսոնը վերականգնեց այդ Հայաստանը, ով էր դեմ Ջորջ Լոյդը, վերցրեք նրա աշխատությունը եւ հուշերը։ Ջորջ Լոյդը դեմ էր Վիլսոնյան Հայաստանին, այսինքն Բրիտանիայի այն ժամանակ արտաքին գործերի նախարարը, հետագայում եւ վարչապետ, եւ շատ չար լեզուներն ասում են, որ Վիլսոնին սպանեցին ուղակի, ընդ որում դա էլ պետք է ասել, այնուամենայնիվ Վիլսոնի իրավարար ակտը, վճիռը կոնգրեսում չի հաստատվել։ Սա հիշեք, խնդրում եմ, եթե Միացյալ Նահանգների կոնգրեսը հաստատեր դա, այո, կարող ենք դա ցանկացած նախագահի Վիլսոնից հետո օրոք հարցը բարձրացնել ամերիկյան մեր եղբայրների լոբիստական աշխատանքի շնորհիվ։ Ցավոք սրտի դա կապ չունի Տրամպի հետ։ Տրամպը բիզնես է, նրան հետաքրքրում է Միջին Ասիայից հանքահումքային ռեսուրսների տեղափոխումը Եվրոպա եւ վերահսկողությունը շուկաների նկատմամբ։ Շուկաների վերահսկողություն եւ կոմունիկացիաների ստրատեգիական հատվածներից մեկը հնարավոր է անցնել մեղրի 43 կիլոմետրանոց հատվածով։ Սրա մասին է խոսքը։ Խաղաղություն է տալիս պարոն Ալիևին, խաղաղություն է տալիս պարոն Փաշինյանին, նրանք եւ պարոն Ալիևը, պարոն Փաշինյանը բնականաբար ակնկալում են, որ նրանք կշարունակեն, այսինքն իրենց կառավարության կյանքի երկարացման եւս մի շրջան ունենալու դիմաց համաձայնվելու են ստորագրել Տրամպի կողմից ցանկացած փաստաթուղթ։ Տրամպը բիզնես է անում, նրանք էլ ապահովում են իրենց իշխանության երկարակեցությունը։ Սա է ընդամենը նիչիво личного։